Մի քանի ժամ է իսրայելական հարվածներից Գազայում կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ չեն զոհվել։ Եգիպտոսում երրորդյա բանակցություններից ամերիկյան ծրագրով Իսրայել-Համաս համաձայնությունից հետո պաղեստինցիների համար հումանիտար օգնությամբ բեռնված 400-ից ավելի բեռնատար կհասնի Գազա։ Թրամփի 20 կետանոց ծրագրով իսրայելական զորքերը այսօրվանից կսկսեն նահանջել Ռաֆահ, Խան Յունիս, Գազա քաղաքներից ու խիտ բնակեցված հարակից շրջաններից։ Ցահալը կկանգնի համաձայնեցված գծի վրա։ Այդ դեպքում Իսրայելը կվերահսկի Գազայի հատվածի շուրջ 53%-ը։ Իսկ Համասը պետք է 72 ժամվա ընթացքում ազատ արձակի 20 հրեա պատաններին, որոնք ենթադրաբար ողջ են։ Դրանից հետո խմբավորումը Իսրայելին կփոխանցի 28 պատանների մարմինները։ Ողջ ու սպանված հրեաներին ստանալուց հետո Իսրայելն ազատ կարձակի իսրայելական բանտերում ցմահ ազատազրկման դատապարտված 250 եւ Գազայում ձերբակալված 1700 պաղեստինցիներին։ Չնայած հրադադարի հաստատմանը, աշխարհում չեն մոռացել պաղեստինյան սպանդը։ Եգիպտոսում, Քաթարում, Կուբայում, Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում մարդիկ սովից մահացած երեխաների լուսանկարներով Պաղեստինի դրոշներով են դուրս եկել փողոցներ։ Չգիտեմ, դա խաղաղության համաձայնագիր է, թե Ամերիկայի եւ Իսրայելի համատեղ ուժերով պաղեստինցիներին պարտադրված ինչ-որ բան, ժամանակը ցույց կտա։ Իսկ Գազայում ավելի քան 67,000 զոհերից հետո լացն ու ծիծաղնիրար է խառնվել։ Չնայած մենք ուրախ ենք հրադադարի համար, բայց տխուր ենք, քանի որ մեր երեխաները սպանվել են, մեր տները ավերվել, ոչինչ չի մնացել։ Այնուամենայնիվ ուրախ ենք, որ մեր երեխաներից մի քանիսը ողջ են մնացել, եւ նրանք անվտանգ են։ Փողոց դուրս եկած փրկարարները ծափերով, երկու շտապօգնության մեքենաների ազդանշաններով են տոնում հրադադարը։ Իսրայելական ռումբերից շատ շենքեր են տապալվել, փլատակներում թողնելով անմեղ մարդկանց։ 2 տարի դիմացել ու պայքարել ենք։ Քաղաքացիական պաշտպանությունն ու բժշկական խմբերն արել են ամեն ինչ ժողովրդին ծառայելու համար։ Այսքան տառապանքից հետո մնացել ենք անսասան։ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերի համար Թրամփը երեկվանից շնորհակալություններ է ստանում։ Իսրայելում անգամ Նեթանյահուի ընդդիմախոսները, որ բազմիցս քննադատել են Թրամփին, նրան խաղաղարար են համարում։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին նույնպես ողջունել է Սպիտակ տան առաջնորդի ջանքերը։ Գազայում հրադադարի լուրից հետո նա հայտարարել է, Իտալիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Գազայի հատված։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։